Շնորհակալություն հարցսուղման կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Ցավոք սրտի մեզ բախտ չվիճակվեց այդպես էլ ընդդիմություն ունենալ եւ նայում ես մեդիային, նայում ես քաղաքական խոսույթին, ամբողջությամբ ջղաձգումներ, հիստերիա, բայց այսօր երբ հնարավորություն կա ազգային ժողով կառավարության հարցապատասխանին հարց ուղղել վարչապետին, չկան դատարկեն։ Ես փորձեմ այն մեկնաբանությունները, որ տրվել են այս ընթացքում, հենց ամբողջացնեմ եւ մի քանի կետով անդրադառնամ դրանք, ուզեմ ուղղակի չեմ ուզում իրենց դերը ստանձնեմ, բայց համենայն դեպս քաղաքացիներին անհրաժեշտ է դրա պատասխանները լսել, որտեղ նրանք սովորություն ունեն անգամ իրենց էջերում տեղադրելուց, մենակ հարցի իրանց հատվածն են տեղադրում, այլ պատասխանը չեն տեղադրում։ Այս դեպքում կուզեմ այդ պատասխանները ստանանք։ Իհարկե ջղաձգումները վերաբերվում էին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցին։ Առաջինը, այնց մեկնաբանությունների տեսքով այն է, որ Վենսի Բաքու այցի օրակարգը շատ ավելի լուրջ է եղել, քան Հայաստանինը, համոզմունք կա, որ Բաքու մեկնելիս ուղղակի կանգ է առել Երևանում։ Երկրորդը, որ ԱՄՆ քարտ բլանշ է տվել Նիկոլ Փաշինյանին եւ քանի որ աջակցել է ընտրություններում, թույլատրելու է նրան ցանկացած ապօրինություն, նույնիսկ աջակցելու է ընտրությունները կեղծելու հարցում։ Հաջորդը, որ հատուկ սխալ են թարգմանել ու կառավարության թարգմանիչն է սխալ թարգմանել, որ չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմակայանի մասին է եւ այդ պարտքը վճարելու եք դուք հարգելի քաղաքացիներ։ Հաջորդը համեմատում են ներդրումները, որ Եմեն հայտարարում է 26 միլիարդ եվրոյի ներդրումների մասին եւ այս պարագայում ասում են էլի նույն խոսույթն է եւ ոչինչ տեղի չի ունենալու։ Հետաքրքիր քննարկումներ են ծավալվել մեծամորի ատոմակայանի մասին եւ չգիտես ինչի մարդիկ մտածում են, որ մոդուլայինը չգիտենք կկառուցվի թե ոչ, բայց սա հիմք են ուղղակի նախապատրաստում, որ մեծամորը փակվի, ավարտում եմ։ Ձեզ չեմ ասում, իդեպ դուք կարող եք շարունակել, մնացածը պետք է ավարտեն այդ խոսալը։ Դուք շարունակեք Տիկին Մինասյան։ Քաղաքական միտքը հասել է նրան, որ ուղղակի կեղծիք են տարածում, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ պարոն Վենսին չի ուղեկցել եւ սա այս դեռ երևի տենց 3-4% ասեցի ընդհանրապես ինչ է քննարկվում այս օրերին ընդդիմադիր մամուլում, երևի թե մենք ենք պարտավոր այդ դերը ստանձնենք, այդ հարցը ուղենք ձեզ, որտեղ նրանք դալիճում չեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ավելի հագեցած օրակարգ, ես հիմա այդ ընթացքում մտածում էի, թե էլ ինչով կարող էինք հագեցնել, շատ կդժվարանամ, անկեղծ ասած, որովհետև եւ ընդհանրապես շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցերը։ Ինչ ա եղել օրակարգը, եղել է թրիփը, եղել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված 3 մեր մտադրությունների հուշագիրը։ Հիշում եք այն ժամանակ էլ ասում են, հա դե մտադրությունների հուշագիրը։ Հետո ես էլ ասում եի դրա համար, որ հետագայում նաև դրանց հիման վրա պրոցեսներ տեղի ունենան։ Ընդ որում թրիփի շրջանակներում քննարկվել է հնարավոր էլեկտրաէներգիա, էլեկտրական հաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթուղային, ես անկեղծ ասած հիմա ուզում եմ հիշեմ ծավալով, ավելի մեծ ծավալուն քննարկումներ, նկատի ունեմ տնտեսական եւ քաղաքական երբեմն վերջին անգամ ունեցել։ Անվտանգային էլ չեմ ասում, որ առաջին անգամ ընդ որում այսպիսի բան հաճախ չի լինում, որ Միացյալ Նահանգները հենց այցի ընթացքում պաշտոնական ցույց է դրվում, որ ժամանակակից ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում Հայաստանի Հանրապետությանը, բայց սա ինչի մասին է։ Սա նրա մասին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է, այսինքն այդ մի բանը անօթաչու թռչող սարքը ցույց տալու իմաստը ո՞րն էր։ Ցույց տալու իմաստը այն էր, որ ճանապարհը դա ըստ էության Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմատեխնիկական համագործակցության կանաչ լույսն է։
Ինչ վերաբերվում է, գիտեք ինչ, մենք մի անգամ չենք ասել, որ մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունների, դա ում մասին են խոսում, ես ուզում եմ հասկանամ, ում մասին են խոսում, այսինքն 2018 թվից հետո Հայաստանում քանի ընտրություն է կեղծվել, քանի լսեք, Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 թե 120 քվեաթերթիկի վրա, այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի, նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բան ենք անում, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ, հիմա եկել են ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել, ատոմակայանի հետ կապված, ես արդեն ասացի, որ մենք այն որ մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն, հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Կորեա, Հարավային Կորեա եւ Չինաստան։ Եվ Միացյալ Նահանգներն էլ ակնհայտորեն արդեն 1-2-3 համաձայնագիրը ստորագրեց ԵՄ-ի ներդրումներից այս պահի դրությամբ մենք 900 միլիոն եվրոյի ունենք ծրագրեր եւ առաջիկայում այդ ծրագրերը կավելանան։ Եվ նաեւ իդեպ Հյուսիս-Հարավի Սիսիան Քաջարան հատվածի կառուցման գործում էր այս ծրագրի այս փաթեթի շրջանակում ներդրումներ տեղի կունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Որ արձագանք Բնականաբար սպառազինության վերաբերյալ մի ճկնաղ միտք է հայտնել մեր գործընկերը խորհրդանական, որ Հայաստանում դրա ավելի լավ արտադրատեսակները կան եւ չարժեր այդքան, որ ԱՄՆ-ից նման անընդհատ սարքեր գնենք։ Չեմ թաքցնի, Հայաստանում կան լավ արտադրատեսակներ եւ մենք նաեւ այդ լավ արտադրատեսակներն ենք ձեռք բերում եւ Միացյալ Նահանգներից ձեռք ենք բերում էլի լավ արտադրատեսակներ եւ մեր լավ արտադրատեսակները պատրաստ ենք նաեւ վաճառել Միացյալ Նահանգներին։ Այնպես որ դա շատ նորմալ համագործակցություն է եւ մենք կփորձենք այդ ոգով շարունակել։ Ուրիշ էլի բան կան դիտարկում։ Դե ծիծեռնակաբերդի հետ կապված ինչ ծիծեռնակաբերդ եւ ատոմակայան։ Ատոմական ասցի, Ծիծեռնակաբերդ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը ուղեկցել է եւ ուղեկցել է այն արարողակարգերով, որոնք համապատասխանում են ոչ միայն Հայաստանի, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդունված արարողակարգերին, որովհետեւ այսինքն այդտեղ որևէ այլ բան տեղի չի ունեցել, այսինքն նկատի ունեմ արարողակարգային հարցերում հաշվի առնվում ոչ միայն ընդունող կողմի արարողակարգային նրբությունները, այլև հյուր կողմի արարողակարգային նրբությունները եւ ամեն ինչ արվել է այդ տրամաբանությամբ եւ որպեսզի համապատասխանի այդ թվում Միացյալ Նահանգների արարողակարգին, որևէ այլ բան ձեր ասած համատեքստում տեղի չի ունեցել։ Չնայած տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ տեղի չունենան, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է։